Պարոն Ալեքսանյան, Գյումրիին անդրադառնանք, երկու օրից ավականու նիստն է լինելու, քաղաքապետ պետք է ընտրվի, դեռ հայտնի չի քաղաքացիական պայմանագիրը Սարիկ Մինասյանն առաջադրելու է, թե ոչ, ինչ եք որոշել։ Խմբակցությունը դրա մասին հայտարարություն կանի իր ժամանակին, կարծում եմ պետք է սպասել ուղղակի։ Ինչ եք մտածում, ինչն է ծանրութ թեթևանում։ Ծանոթ թեթև անելու մեծ հաշվով շատ բան չկա, բայց խմբակցությունը պետք է այդ որոշումը կայացնի, խմբակցությունը կձևավորվի իր նիստը կունենա խմբակցության ֆորմատով, որոշումը կկայացնի եւ դրա մասին հայտարարություն կանի անպայման իր ժամանակին։ Չէ, դիմադիրների հետ ինչ բանակցենք։ Իրանք իրար հետ շատ լավ բանակցում են։ Թող իրանք իրար հետ բանակցեն, այդպես այդ ներդաշնակ, սերտ Ներծծված որ Վարդան Ղուկասյանը դառնալու է Գյումրու քաղաքապետ, իշխանությունները համակերպվել են այդ փաստի հետ։ Մենք համակերպվել ենք այն մտքի հետ, որ համամասնական համակարգի ներդրումից հետո Գյումրու թիմ ընտրություններում քաղաքացիական պայմանագիրը երբևէ ամենաշատ ձայն հավաքած քաղաքական կուսակցությունն է։ Այդ մտքի հետ համակերպվել ենք։ Մնացածը արդեն ինչպես կդասավորվի էլի մեծ հաշվով։ Երբ մանդատ է պակասում, դա ենք ասում, հնարավոր է որ համագործակցեք ընդդիմադիրներից որևէ մեկի հետ եւ այդ երեքից։ Ասում ընդդիմադիրներից ում հետ համագործակցենք։ Իրանք իրար հետ շատ սերտ, շատ լավ համագործակցում են ու այդ համագործակցության սերուցքն էլ Վարդան Ղուկասյանն է, այնպես որ մեծ հաշվով այդպիսի սերուցք տվող ուժերի հետ համագործակցություն։ Բռնի չէ իշխանությունը Վարդան Ղուկասյանին։ Բայց իշխանությունը ում է բռնում։ Իշխանությունը որ իշխանությունը նկատի ունեք։ Քաղաքական իշխանությունը մեծ հաշվով երբեք ոչ մեկի չի բռնում, բայց ինչ վերաբերում է ձեր նշած անձնավորությանը, ինքը քաղաքական պայքարի մեջ մտել է հենց իր հայտարարության համաձայն այն բանի համար, որովհետև իր նկատմամբ միջև իր քաղաքական մի վարքյան, չէ, խնդրում, մի վարքյան։ Նարեկ ջան, կթողես ավարտը։ Վարդան Ղուկասյանը միջև մտնելը հայտարարեց, եկան իմ հետևից, ուզում են իմ գույքերը տանեն։ Որտեվ մանիպուլացնում եք։ Չէ, մանիպուլացնում եք, ասում եք Վանաձորի սցենար, ասում եք ասում եք են, ես ասում եմ հարգելի գործընկերներ, սիրելի լրագրողներ։ Հիմա եթե մի անգամ է պետք ընդհատեք, հիմա ընդհատեք, որ հետո ամբողջական միտք ասեմ, ընդհատելու եք։ Դե կթողեք միտքս ավարտեմ նոր, եթե կարելի է, շատ լավ։ Վարդան Ղուկասյանը ինքը իր բերանով հայտարարել է, որ ինքը քաղաքական process-ների մեջ է մտել այն պատճառով, որ իր նկատմամբ հարուցվել են քրեական գործեր, ու իր նկատմամբ հարուցվել են նաև ապօրինի գույքի բռնագանձման պահանջով գործեր։ Այսինքն պատճառը հետևանքային կապը հետևյալն է. հարուցվել են գործեր քաղաքականությամբ չզբաղվող Վարդան Ղուկասյանի նկատմամբ, ինքը մտել է քաղաքականություն, որպեսի իր արևին տենց պաշտպանվի դրանից, հիմա կպաշտպանվի, չի պաշտպանվի, այդ հարցը դատաիրավական համակարգինն է, իմը չի։ Ես այդ համակարգի վրա ազդեցություն ունեմ միայն որպես օրենսդիր։ Ավարտեցիք։ Այո։ Հիմա մարդիկ Վանաձորի դեպքեր են տեսել, Ալավերդի։ Ինչ են տեսել Վանաձորի դեպքերում։ Քաղաքապետին։ Ով է ընտրված քաղաքապետը Վանաձոր։ Մամիկոն Ասլանյանը։ Ոնց է ընտրվել։ Երբ է ընտրվել։ Ում է ընտրել ժողովուրդը։ Ոնց է ընտրել։ Բայ հիմա Սարիկ Մինասյանին ընտրել է։ Բայց Սարիկ Մինասյանը ավելի շատ ձայն է ստացել, քան Մամիկոն Ասլանյանը։ Այդ ոնց եղավ, որ Մամիկոն Ասլանյանը ընտրված համայնքապետ է, իսկ Սարիկ Մինասյանը չէ։ Ոնց։ Մամիկոն Ասլանյանը մեծամասնություն է ստացել, 51% է ստացել։ Չէ, բա միացել են, այդ քվեարկությունը եղել է։ Տապալեցիք, կանանավորեցիք։ Ով տապալեց, ժողովուրդ ջան, կներեք, մի վարքան, մենք ինչ-որ բան ենք տապալել։ Ով է տապալել, ինչով։ Ով կալանավորեց, ես կալանավորեցի ինչ-որ մեկի։ Հիմա կներեք, ես հիմա հայտարարություն անեմ, ցանկացած մեկը Հայաստանի Հանրապետությունում ինձնից սկսած, ով օրենք է խախտելու հանցագործությունները, կալանավորվելու անկախ նրանից, թե ինչ պաշտոն է զբաղեցրել, զբաղեցնում կամ հավակնում է զբաղեցնել։ Այսինքն, պարոն Ալեքսյան, դուք չեք բացառում, որ կարող է ընտրվելուց հետո Վարդան Ղուկասյանի դեմ քրեական գործեր լինի։ Դուք չեք անի, բայց դա Ես ասում եմ Վարդան Ղուկասյանը քաղաքական process-ների մեջ մտել է այն պատճառով իր խոսքերից ելնելով, որ իր նկատմամբ կան հարուցված քրեական գործեր։ Հիմա եթե պատճառ-հետևանքային կապը 20 անգամ էլ փորձեք շուրջ տալ հակառակը ներկայացնել, դրանից իրականությունը չի փոխվի։ Տեսեք, հիմա մեղադրում են, ասում են, ես չի էս իշխանությունը, թողել է ենթադրյալ կոռուպցիոներները մասնակցում են ընտրությունների, պատասխանատվություն չեն ենթարկում 7 տարի ընտրություններ են հաղթում, քաղաքական դաշտը չեն առողջացրել, Ով է ասում քաղաքական դաշտը չեն առողջացրել, օրինակ այդ քաղաքական դաշտը առողջացնելը ոնց են պատկերացնում մարդիկ։ Ովքեր արտաքին քաղաքական
բան այդ ուղղությամբ ձեր իշխանության բանը Ես լավ չեմ պատկերացնում, թե ինչ է նշանակում քաղաքական դաշտը առողջացնել։ Քաղաքական դաշտը այնպիսին է, ինչպիսին է, որ կա։ Ու դրա հետ իշխանությունը մեծ հաշվով ոչինչ։ ձեռնտու։ Ոչ, ինչով է ձեռնտու։ Որ Վարդան Ղուկասյանը Գյումրու քաղաքապետը դա մեզ ձեռնտու։ Դե լավ, օքեյ։ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը դուք չեք լսել, ասում է մենք այնքան ենք ուրախանում, Նարեկ որ ջան, Քոչարյանը տեսեք։ խոսում է, մեր ռեյտինգը տալիս է։ Դե հիմա էդ էլ Ռոբերտ Քոչարյանի մասին է շատ բան ասում, ոչ թե մեր, բայց դրա մասին չի խոսքը։ Դրա համար չեք այդ մարդը։ Չէ, Նարեկ ջան, կներեք, հիմա եկեք ճիշտ հասկանանք։ Ուրեմն դուք մեր այս խոսակցությունը սկսեցիք հետեւյալ մեղադրանքով։ Պատրաստվում եք արդյոք քաղաքական հրահանգով ձերբակալել ձեր քաղաքական օպոնենտին։ Ես այդ հարցին պատասխանեցի, հաջորդ հարցը, որ դուք ինձ տվեցիք, այնա, բա դուք ձեզ մեղավոր չեք համարում, որ այդ մարդիկ ձերբակալված չէ։ Հիմա այս երկու լարի վրա իհարկե ինչ կուզեք կհարցնեք, ես ընդհանրապես ես չեմ քննադատում, ասում եմ, սա իրականում մեր քաղաքական դաշտի պատկերն է նաև։ Հենց նույն քաղաքական ուժերը մեզ մեղադրում են նրա մեջ, որ այսինքն մի մասը ուժերի մեղադրում է նրա մեջ, որ Վարդան Ղուկասյանը դեռ ազատության մեջ է, մյուս մասը մեղադրում է նրանում, որ Վարդան Ղուկասյանի նկատմամբ կան քրեական գործեր հարուցված։ Իսկ իրականությունը այստեղ կատարելապես ուրիշ է ու լրիվ տարբեր են ամեն ինչ այդ երկու մեղադրանքներից էլ։ Իսկ իրականությունն է, որ ում նկատմամբ կա քրեական գործ, կա, ուրեմն դատա իրավական համակարգը գտելա, որ պետքա լինի քրեական գործ։ Ում նկատմամբ դեռ չկա, ուրեմն գտելա, որ դեռ չպետքա լինի։ Ում նկատմամբ կլինի կալանքի որոշում, կլինի կալանքի որոշում։ Ում նկատմամբ կլինի երկրից բացակայելու արգելք, նրա նկատմամբ կլինի երկրից բացակայելու արգելք։ Ու դրա վրա ես ոչ մի ազդեցություն չունեմ։ Քաղաքական ուժը ոչ մի ազդեցություն չունի։ Դուք որ ասում եք քաղաքական ազդեցությունը, ուժը ազդեցություն չունի, եթե օրինակ զապիսներ, ձայնագրություններ չեն հրապարակվում հիմա ինչպես օրինակ Փաշինյան, Վանեցյան, Սասուն Խաչատրյաններ, մարդիկ դեռ համոզված չեն, որ այդպիսի խոսակցություններ կուլիսներում տեղի չեն ունենում։ Դե շատ լավ, դա էլ խնդիր է, ուրիշ խնդիր է, որը պետք է հասցեագրել։ Եթե կան մարդիկ, ովքեր համոզված չեն, կարծում եմ ու հորդորում եմ լինել համոզված։ Պարոն Ալեքսանդրյան, Բայց մենք փաստ օրինակ ունենք, որ հետհեղափոխական Հայաստանում, որտեղ Զանգովի արդարադատությանը վերջ էր տրվելու, դուք թույլ տվեք ես իմ հարցը վերջացնեմ, որ պատասխանելու համար ժամանակ եք ուզում։ Ականատես եղանք, որ Փաշինյան, Վանեցյան, Սասուն Խաչատրյան, դե ասում է դատավոր հրաչի վրա ճնշում էին գործադրում։ Դուք չեք լսել այդ ձայնը։ Չէ, ով էր գործադրում դատավոր հրաչի վրա։ Նիկոլ Փաշինյանի, Վանեցյանի եւ Սասուն Խաչատրյանի համատեղ զրույցը։ Այսինքն 3 հոգով զրուցում էին, ճնշումը գործադրվում էր դատավոր հրաչի վրա, այդ ոնց էր տենց։ Դատավոր հրաչի այդ զրույցին մասնակից էր։ Չէ, բայց այդ Բա ոնց էր իր վրա այդ զրույցում ճնշում գործադրվում։ Նաև մեկը կապ հաստատել նրա հետ եւ խոսեր։ Ով պետքա կապ հաստատեր։ Դեմա դետալներն էլ ես բացահայտեմ։ Հա, բացահայտեք, որտեղ բաներ եք ասում, պետքա դետալներն էլ բացահայտեք։ բացահայտեք։ Ես այդ ձայնագրությունը շատ լավ լսել եմ, բայց դուք այդ ձայնագրությունը լրիվ ուրիշ ձև եք ներկայացնում։ Ինչի մասին է։ Այ որ ինքներդ լսեք այդ ձայնագրությունը մի քանի անգամ վստահ եմ կհասկանաք։ Ուրիշ թեմայով հարցեր։ Դուք ինչ հասկացաք այդ ձայնագրությունից, որ Ձեր ասածը չհասկացա։ Ձեր ասածը չհասկացա։ Ձեր ասածը միանշանակ չհասկացա։ Ձեր ասածը նորից եմ ասում, միանշանակ չհասկացա, Նարեկ։ Միանշանակ ձեր Եթե ապօրինություն եք տեսնում այնտեղ, կարող եք դիմել դատախազություն։ Դե ասում, եթե տեսնում եք, կարող եք դիմել դատախազություն, բայց կարծեմ դրա հետ կապված գործ հարուցվել է ու դրա հետ կապված կա պատասխան։ Այսինքն այդ օրինական չօրինականի պատասխան տվողը ես չեմ ու գուցե նաև ի դժբախտություն ձեզ Հայաստանում բան է, այտենց օրինականության հաստատման վերջին ինստանցիան ես չեմ, որ այդ հաստատեմ։ Կան համապատասխան մարմիններ, վստահ եմ նրանք քննություն իրականացրել են եւ այնտեղ ապօրինությունը առնվազն չեն տեսել։ Արտարադատության տարեր չի պարունակում։ Նորից եմ ասում, ձեր սկզբնական հարցին վերադառնալով կան համապատասխան մարմիններ, որոնք զբաղվում են նմանատիպ հարցերով։ Կան մարմիններ, որոնք զբաղվում են նմանատիպ հարցերով։ Դիմեք այդ մարմիններին եւ ստացեք այդ պատասխանը։ Պարոն Ալեքսանդրյան, ի վերջո, եթե Վարդան Ղուկասյանը ընտրվում է քաղաքապետ, Սարիկ Մինասյանը, դուք ինչպես եք համագործակցելու, որ իշահ ձեր մանդատները օգտագործեք Գյումրու զարգացման քաղաքապետի, դե քաղաքապետն է որոշումներ կայացնում։ Որոշումը կայացնում քաղաքապետը։ Քաղաքապետը մեծ հաշվով ոչ մի որոշում չի կայացնում, որոշումները կայացնում է ավականին։ Այո, բայց ամեն դեպքում համագործակցության ավականու ամենամեծ խմբակցությունը ինքը չի, որ պիտի համագործակցության եզրեր ման գան։ Դիմադիրներն են մեծամասնություն։ Հիմա դիմադիրների հետ Ովքեր են մեծամասնություն։ Ասենք Մարտուն Գրիգորյանը ու Վարդան Ղուկասյանը համատեղ մեծամասնություն են, չէ, համատեղ էլ մեծամասնություն չեն,
համագործակցելու 3-4-ի Չկներեք, ովքեր են ասում եք մեծամասնությունը։ Ես ասում եմ Մարտուն Գրիգորյանը այնպեսի մի տեքստ ա գրել Վարդան Ղուկասյանի միանալու հետ կապված, որ նշվում որ տակը քիչ էր մնում գրած լիներ, ճիշտ է կքվյարկեմ, բայց այդ ոնց որ այդ տենց գրած ելներ, այլ հետագա համագործակցությունը կատարելապես տենց գրեթե բացառող տեքստ ա գրել։ Հիմա իրանք իրար հետ կոալիցիա են կազմում, եթե կոալիցիոն հուշագիր են, չէ, եթե կոալիցիոն հուշագիր են ստորագրում, այո, դառնում են մեծամասնություն։ Շեն տալ, մանդատը տալով չի, ժողովուրդ ջան, ասում եմ մի անգամ քվյարկելու ենք, բայց ասում եմ հետագա պատասխանատվությունը չենք կրում։ Ինչը իրանից ենթադրում։ Ես չգիտեմ ինչ են անելու, ես ասում եմ որ փաստացի ամենամեծ քաղաքական մարմինը այդ ավականում դա քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն ա լինել։ Ոչ մեկ միայնակ որոշումներ չի կարող կայացնել։ Համագործակցություն լինելու։ Ես էլ ասում եմ այդ հարցը գնացեք Վարդան Ղուկասյանին տվեք, ասեք ինքը ում հետ է համագործակցություն փնտրելու։ Մենք իր հետ համագործակցություն չենք փնտրելու։ Այսինքն տապալվելու է աշխատանքները Գյումրիում։ Ով է ասում տապալվելու է։ Եթե ոչ մեկ չի համագործակցում։ Բայց ով է ասում, բայց ինչ պլանում են, ինչ տապալելու պլան։ Ժողովուրդ ջան, մենք ունենք նախընտրական ծրագիր, որի համար քվյարկել է 17000 մարդ։ Դա ավելի շատ է, քան քվյարկել են Դա ավելի շատ է, քան քվյարկել են Վարդան Ղուկասյանին եւ Մարտուն Գրիգորյանին միասին վերցրած, եւ դա համամասնական ընտրակարգի ներդրումից հետո որևէ կուսակցության ռեկորդային թվով ձայնը։ Ոչ մի կուսակցություն դրան մոտիկ ձայն ուղղակի երբևէ չի հավաքել։ Ու մենք շարժվել ենք մեր նախընտրական ծրագրի համաձայն։ Հիմա կուզեն մեր նախընտրական ծրագրի դրույթներին կողմ քվյարկել, թող կողմ քվյարկեն։ 16-ին անակնկալներ կլինեն, թե չէ։ Այդ անակնկալները չգիտեմ, տեղից անակնկալ են, էլի, հիմա ինձնից ինչ եք հարցնում։ Օրինակ Մարտուն Գրիգորյանից անակնկալները հարցրեք, ինքը այդ գծով ոնց որ արդեն բան ա տենց, խիստ պրոֆեսիոնալ ա դարել, Վարդան Ղուկասյանին այդ իր միանալու բանը խիստ մեծ անակնկալ էր, sense մեծ կինդեր սյուրպրիզ էր, էլի Գյումրու համար։ Ձեր խմբակցությունը Ում վրա է, ում ա ճնշում։ վրա ճնշում է։ Օրինակ Հասմիկ Ինչ ա ճնշում։ Ինչա։ որ չի նախանձում Մարտուն Գրիգորյանին, ինչ պետք է քվյարկի այդպես բան։ Դե բա ինչ ասի։ Չէ, բա ինչա, դուք նախանձում եք Մարտուն Գրիգորյանին։ Ես Չէ, դուք նախանձում եք, ես օրինակ մարդ եմ, ով Գյումրիում է եղել այս նախընտրական քարոզարշավի ընթացքում ու հայտարել է այն մասին, որ այս երեք ուժերը մյուս միանալու են Վարդան Ղուկասյանին։ Մարտուն Գրիգորյանը դրանից հետո դուրս է եկել, ասել է, ես մի ծրագիր եմ բացահայտել, որ ԿՊ-ն փորձում է Վարդան Ղուկասյանի միջոցով քաղաքը տանի։ Հետո ինքը գնացել է Վարդան Ղուկասյանի միջոցով քաղաքը տանելու։ Հիմա այդ արտահայտությունը անելուց հետո Վարդան Ղուկասյանին ձայներ տալը ապահովելուց հետո դուք նախանձում եք Մարտուն Գրիգորյանին, ես չեմ նախանձում, չգիտեմ, հիմա ճիշտ բան է ասել Տիկին Հակոբյանը։ Սխալ բան չի ասել առնվազն։ Պարոն Ալեքսանյան, Անտալիայում Հայաստանի Սահմանադրության առնչվող մի շարք հայտարարություններ եղավ Բայրամովի կողմից, Քլչի կողմից, օրինակ Սարդար Քլչը հայտարարեց, որ Փաշինյանը խոսք է տվել, որ պետք է այդ փոփոխությունները կատարի, բայց հետո մեկ այլ հարցազրույցում էլ նշեց դա Հայաստանի ժողովրդի եւ ինստիտուտների որոշելիքն է, այսինքն ադրբեջանական լրատվամիջոց հետ այլ բան է պնդում, հայկականի հետ այլ թեզ է առաջ տանում, այնուհանդերձ Երևանը Անկարային ինչ որ հավաստիացումներ տվել է, թե ոչ։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները Հայաստանի Հանրապետության սահմանադրության մասին հարցերը քննարկում են բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ու Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ։ Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը վերաբերող հարցերը դրանք Հայաստանի Հանրապետության ներքին հարցերն են։ Հնարավոր է, որ գնա Հայաստան այդ զիջումներին, որ գինը լինի, բանը սահմանադրական այդ փոփոխություններին, որ մենք սահմանադրական փոփոխությունների մասին խոսում էինք մինչև 2020 թվականի պատերազմի մեկնարկը, հարգելի պարոն Կիրակոսյան։ Դեռ պարզ չէր ինչ էր փոխվելու։ Իդեպ հիմա էլ դեռ պարզ չի թե ինչա փոխվել։ Բայց որոշակի բան կա, որոշակիություն կա ավելի, ճիշտ է, օրինակ ասում են խաղաղությանը չվնասող սահմանադրություն։ Հա, 20 թվին էլ էր դա։ Դե ասում 20 թվին առհասարակ, երբ որ չկար, օրինակ սկի պարզ չէ, թե սահմանադրության համաձայն Հայաստանը գնալու է նախագահական հանրապետության մոդելի, թե մնալու է պարլամենտական։ Դատավորների Հիմա պարզ է, որ պարլամենտական մոդելով է մնալու։ Դատավորների հարցի հետ կապված չէր 20 թվին, որ կորոնավիրուսը խափան։ Չէ, դա ուրիշ է, ընդհանուր մեծ նոր սահմանադրության գաղափարը 20 թվից առաջ էլ կար։
ու այդ թեմայով կարծեմ հանձնաժողովը ձևավորվել էր նույնիսկ միջև պատերազմը ու այդ աշխատանքները տանում էր, այսինքն այդ բանը, որ դա տենց ներկայացնել որպես զիջում բան, տենց ընդդիմության բան օրակարգն է, էլի, որպես այդպես։ Բայց հնարավոր է, որ պայմանագիրը ստորագրվի, արագացված այդ փոփոխությունները արվեն, պարոն Ալեքսանյան, ինչ եք կարծում։ Ես կարծում եմ պետքա հույս ունենալ, որ պայմանագիրը հնարավորինս շուտ կստորագրվի, իսկ սահմանադրության փոփոխությունների ժամկետները որպես այդպեսին վարչապետը մի քանի անգամ ասաց, հիմա մտածում ենք 26 թվականի մասին, եթե չեմ սխալվում, սրա մասին հայտարարվել է, բայց էլի հստակություն որպես այդպեսին չկա։ 1 տարի արագացնում եք, հա, 27 էր առաջ ոնց որ ասում, հիմա 26։ Եթե չեմ սխալվում, 26-ի մասն է հիմա խոսքը գնում, բայց էլի էստեղ էլ ինչ որ։ Իսկ առաջ ինչի մասին էր խոսքը։ 27-ի։ Այս կարող է մի քիչ էլ անցնի, արդեն 25-ում որոշվի ինչ-որ բան անել։ Կարող է։ Չեք Կարող է 24-ում փորձենք անել։ Չեմ կարող ասել, հանձնաժողովն է աշխատում, այս հարցերին ավելի մանրամասն կկարողանա հանձնաժողովը պատասխանել որպես այդպեսին։ Որ 25 թվին հնարավոր է դա տեղ ունենա, պարոն Ալեքսան։ Չեմ բացառում, որ վաղը հենց դա կարող է տեղ ունենալ, Նարեկ ջան։